Բարև եղբայր։ Ոնց եք։ Շատ լավ։ Ուրախ եմ շատ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Վերջին անգամ որ հանդիպել ենք, ինչի մասին ենք խոսում, հələ ասա։ Էտուր եք գնում մի րոպե։ Մի հատ բարև ենք ձեզ։ Բարև եղբայր։ Բարև, ոնց եք։ Լավ, դուք Վերջին անգամ որ հանդիպել ենք, ինչի մասին ենք խոսել։ ես դու։ Ստեղ որ եկել եմ։ Խոսել ենք, ասում եք, որ բանի այդ դիահերձարանի հետ կապված խնդիր կա եւ այլն եւ այլն։ Ես բան չեմ ասել։ Բայց դիահերձարանի հարցը լուծվում է, կառուցվում է եւ տենց շարունակ։ Դա տեսնում եք։ Ինչ կա ուրիշ, ինչ տրամադրության եք։ Նորմալ, աշխատանքային։ Կարո՞ղ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Ինչ կա, չկա, ինչ տրամադրության եք։ Սենց բարձրանակ։ Երեխեք չկորեք մենակ։ Չկորեք մենակ։ Բարև ձեզ, Ժորժ ջան։ Լավ եք։ Լավ եք։ Բարև ձեզ։ Այո, Ոնց եք, ինչ տրամադրության եք, ինչ հալի եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երեխեք, ուրա այդ պիները բերեք։ Լավ եք։ Դուք ագարակից եք երեխեք։ Սրանից նվիրենք ձեզ։ Արի մի հատ սենց փակցնեմ։ Մի հատ էլ քեզ։ Մի հատ էլ քեզ։ Մի հատ էլ քեզ։ Ես վերցրու, քո շորը հաստա չի կպնելու։ Վերցրու պահի դու կկպցնես հետո։ Քո շորն էլ է հաստ, դու էլ վերցրու, քո շորը կլինի, արի կպցնեմ ես։ Քեզ էլ։ Կարելի է նկարվել։ Հա, իհարկե։ Արի։ Ահա։ Նյան ջան, մի հատ էլ թորնիկից կտակ նվիրեմ։ Էս էլ ձեզ թորնիկի համար։ Նկարվենք։ Նկարվեցինք։ Չսարեն, հա, լավ պահեք երեխեքին։ Հն դուք ագարակից եք, ժողովուրդ, խառնում եմ։ Ուրախ եմ շատ եղբայր, բարև եղբայր։ Ոնց եք, ինչ տրամադրության եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ինչ տրամադրության եք։ Թոշակ ստանում եք։ Գիտեք որ թոշակը բարձացել է։ Գիտեք որ առողջության ապահովագրության շահառու եք։ Դիմել եք բժշկի հետ։ Աստված տա կարիքը չունենաք, բայց 90 տարեկան եմ։ 90 տարեկան եք իրոք, շատ ավելի երիտասարդ տեսք ունեք, առողջություն ենք մաղթում ձեզ։ Ինչ կա չկա, ինչ եք մտածում երկրի մասին, ապագայի մասին, այս թրիփի խաղաղության բանի մասին ինչ եք մտածում։ Մենակ խաղաղություն լինի։ Իսկ գումեք կա խաղաղություն կա, չկա, այդ թրիփի մասին ագարակի ժողովուրդը ինչ կարծիք են, այդ որ ճանապարհները պետք է բացվեն թրիփ նախագծի շրջանակում եւ այլն։ Շատ լավ։ Հաստատ։ Լավ կլինի։ Մտավախություններ չունեք։ Չէ, միայն Այն կառավարությունը, որ ինչ որ բացատրություններ ա տվել, ձեզ հասկանալի է, պարզ է, թե ինչի մասին է խոսքը, ընդունելի է, ընդունելի չի։ Կարելի է հասկանալ։ Միայն ոնց ասում են ռուսերը բանդավը, դաբի ծարը կռիվ չլինի։ Չի լինի կռիվ։ Մի քիչ սովածել եք։ Բայց խի սովածել ենք։ Մի քիչ ասած սովածել եք, էլի յոլա կգնա։ Չէ, հիմա փոխվել է, ոչ սոված ենք, ոչ կռիվ ալնում, ճամփեքը բացվում է, զարգանում ենք, առողջության որ սովի հարցը լինի, առողջության ապահովագրություն կներդնենք, որ սովի հարցը լինի թոշակ կբարձրացնենք, որ սովի հարցը լինի յետ վճարի խնդիր կլուծենք, սոված չեն կլինելու, կռիվ էլ չի լինելու, խաղաղություն ալնելու, էսա երկաթուղիներ գնա հարավի արևելքից արևմուտք, արևելքից արևմուտք, արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ, հարավից հյուսիս, էսա էլեկտրահաղորդման գծեր են լնելու, վերևով ավելի գազամուղ ալնելու, ճանապարհներ են լնելու եւ այդ ամեն ինչի օգուտները ճանապարհը միջանցքը լինելու է։ միջանցք չկա, կա ճանապարհ է լինելու, ճանապարհ։
ճանապարհ, կոնկրետ որտեղով, ստեղով երկաթուղու համար դե մի հատ տեղ կա, երկաթուղու ուրիշ տեղ չկա։ Հյուսիս-հարավը կառուցում ենք։ Արևելք արևմուտք էլ կկառուցենք, չգիտեմ որտեղով կկառուցենք, վերևով կլինի, ներքևով կլինի, ստեղ հնարավոր չի, ստեղ շատ նեղային է, ուրիշ տեղով կլինի, մեծ հավանականությամբ, նկատի ունեմ վերջ, ավարտվեց, կոնֆլիկտ չկա, խաղաղություն է, համաձայնությունները կայացված են, բոլոր կայացված համաձայնությունների մասին հանրությունը տեղյակ է, ամեն ինչի մասին պատմել ենք, իրազեկել ենք, կիսել ենք, ներդրումներ են լինելու, մեզ իհարկե հիմա Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված վիճակն է շատ անհանգստացնում, հույս ունենք, որ այնուամենայնիվ մենք փոքր երկիր ենք, մենք այդտեղ մեծ դեր չենք կարող ունենանք, որ մենք ասենք ինչ որ ջանք գործադրենք եւ այլն, մեր ցանկությունն է նա, որ րոպե առաջ խաղաղությունը հաստատվի։ Տրամադրությունն է ընդհանուր առմամբ լավ է, կարևոր է դա։ Խոճապային, վախ, Աստված հաջողություն տա։ երկրի կորստի, երկրի կործանման զգացողություն, տենց բաներ ունենք, թե չունենք։ Շատ նախկիների զենք, որ գողացել են զենքի փողերը մեր։ Երբ է հետ գալու։ Ժողովուրդ, այդ ընդհանրապես շատ է խոսվում դրա մասին, տեսեք, ես գիտեք ինչ, այսինքն դուք պետք է հասկանաք մի բան, ժողովուրդ ջան, որ մենք 2018 թվականից մինչև օրս մենք պայքարում ենք մաֆիայի դեմ։ Այդ մաֆիան, եթե այդքան պարզ հարցը լիներ, մի հատ սենց գործողությունով, այդ մաֆիան Հայաստանում ունի արմատներ, Հայաստանից դուրս ունի արմատներ, հազար ու մի տեղ ունի արմատներ, միլիարդներ ունի։ Ձեր մյուս բանն է։ Լսեք, մենք ցանկացած հարց որ դնում ենք, ամենակարևոր խնդիրը հետևյալն է, մենք ցանկացած հարցում հետևողական ենք։ Չէ, նախ օրենք որտեղ կասկած չկա, բայց հետևողական ենք։ Մենք հարց չի լինելու, որի հետևից միջև վերջ չգնա։ Կալանքի տակ է, ես գիտեմ։ Հարց չի լինելու, որի հետևից միջև վերջ չգնա։ Կալանքի տակ է, բայց երբ է հետ գալու։ Չէ, բացի բանը, օրինակ մարտի 1-ի մասին են խոսում։ Մի րոպե, եղբայր, մարտի 1-ի կներեք, ասում եք քիչ է, բա որ ԶՊՄԿ-ում 20% այսօր Հայաստանի Հանրապետությունը փայ ունի, դա փող չի։ Բա որ հեծը այսօր պետության հսկողության տակ է, դա փող չի։ Մեր զոհվածների այլյան փողն է, այդ որ միլիարդերով գողացել են, նայում 50 տուն։ Եվ մենք իմիջայլոց զենքի հետ կապված, որ այսքան մենք առաջիկայում առիթ կգտնենք, որ Հայաստանի ժողովրդին, որովհետև մենք ասցինք խումբ եկեք տանենք, բայց այնքան մեծ թիվա մարդկանց հերթագրվել, դա իրատեսական չի։ Առաջիկայում մենք կմտածենք ձևը գտնենք ոնց անենք, որ ցույց տանք, որ բոլորը տեսնեք, որ այդ թեման էլ փակվի։ Թե ինչ ա եղել, ոնց ա եղել, ինչի համար եղել, մանավանդ խաղաղության պայմաններում ոչ մի բանակի զենքի փողերը գողացել են դառել միլիարդատեր։ Եվ իրոք միլիարդատերը մեկ պարտվել եք, չեք իմանում ինչ անեք, բալա, այդ փողերը որ գողացան, երբես հետ տալու։ Բարև։ Հալադե ձեր աշխատանքը Գոնե քո կամքով բեր հետ։ Մենակ տելևիզորով։ Գողանալուց բռնելը չի ուզում։ Տելևիզոր, մի րոպե, հելա նոր անցնում էի այն այգին, տեսա Ագարակի այգին նորոգվում է։ Այս ճանապարհները այսքան կառուցվում է։ Ագարակի, մի րոպե, կներեք, Ագարակի անցակետը 0-ից կառուցվում է։ Դուք ախր տելևիզորով եք արագ տենակ իհարկե, բայց ձեր պատուհանից այդ աշխատանքը երևում է, որովհետև որ պատուհանից նայեք, այդ աշխատանքը անպայման պետք է երևա։ Այն կողմի վրա երևում անցակետը, ասված բան չի եղել, տեսնում եք, մարդիկ քաղաքապետներ բոլորը լավ աշխատում։ շատ լավ։ Չկա, չէ, նորմալ է։ Շատ լավ։ Իսկ մտահոգում է այդ գողացած զենքի փողերը։ Եղբայր, ասել եմ հատիկ, լսեք, հələ տեսեք, հələ մի րոպե, չէ, մի հատ ուրիշ բան ասեմ։ Ժողովուրդ, ասել եմ հատիկ հետ ենք, չէ բերելու, հատիկ։ Ու իմ Facebook-յան էջում խորագիր է գնում հատիկ։ Մեկ էլ երեք գրել եմ, տենում եմ պատահական մեկ-մեկը մեկնաբանություն նայում եմ, այդ հատիկը դրած է, տենց առանձնապես հետաքրքրություն էլ չի առաջացնում, ասեմ, հա։ Մեկ էլ տենց մատս կպավ առաջ կոմենտը բացվեց, ասում է 760 միլիոն դրամ իբր հատիկը կարա լինի, մեկը ընդհանուր 1 միլիոն դրամ կարա լինի, չէ, իբր քիչ է, ընդհանուր, չէ, ինչ եմ ասում, հատիկն է նա, որ կարա լինի 500,000 դրամ ընդհանուր, 1 միլիոն դրամ, 10 միլիոն, 700, 1 միլիարդ, հատիկն է դա։
Չէ, նկատի ունեմ այսօր գույքերա վերադարձվում, որը հիմա ես դες պարզ օրինակ բերեմ, մի հատ պարզ օրինակ բերեմ։ Իջևանի զբոսայգին, որ ամբողջությամբ ըստ էության վերադարձվել է, բայց այդ Իջևանի զբոսայգին, որ մենք գիտենք որպես մի զբոսայգի, 10 կտոր կտրտած է եղել։ Այսինքն 10 քանի 17 կտոր կտրտած է եղել։ Այսինքն 17 կտոր, որ ասենք Իջևանի զբոսայգուց մի կտոր վերադարձրել ենք, հա տենց էլ ասենք։ Կարան ասեն, այս 17 կտորից մի կտորը վերադարձրել եք, ում եք խափում։ Բայց երկրորդն էլ եք վերադարձում։ Էլի կասեն, այս 17 կտորից երկուսը վերադարձել եք, ուր եք խափում։ Բայց մի րոպե երրորդն էլ ենք վերադարձում։ Կան ասում են, 3 կտորը վերադարձել եք, ում եք խափում, բայց 4-րդն էլ ենք։ Էլի 4-ի վրա էլ 17 կտորն է ամբողջական վերադարձել եք, ասում են, բա այն բանի հերթն էլ իր հերթին է։ Լավ տեսնում եք, որ լրիվ գողացված գույքը կալանքի տակ է, դա չեն կարող։ Չէ, լրիվ չի կալանքի տակ, ինչքան հայտնաբերված է։ Ես հասկանում եմ անձամբ, որ դա չակուճի մեկ հարվածից հետա գոլ մի օր։ Շուտ է ու։ Դե չակուճը պետք է նորմալ հարվածի։ Ուժեր կան, հակառակը, տես չի վերստու, տես չկարացավ, տես բան, այսպես բաներ։ Ուզում առակտ են ժողովրդի, որ Ցավները տանեն։ Կալանքի տակ է մի օր հետա գա։ Լսեք, ես 2021 թվին էլ եմ ասել, 18 թվին էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Որոշողը դուք եք։ Ոնց որոշեք, մենք ձեր որոշածից հնազանդ մենք ձեր որոշել ենք, որ փողերը հետ գա։ Մենք ձեր որոշմանը ենթարկվող ենք։ Պարտվեցիք, փորձեցիք Արցախը, հիմա քանդված երկիրը։ Լսեք, էլ եմ ասում, մենք այդ մտածողության հետ էլ ես համաձայն չեմ, հետ էլ մենք պետք է փոխենք։ Մենք Հայաստանը իմ ամանորյա ուղերձը եթե նայել եք, այնտեղ մի հատ նախադասություն կա, ասում են Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, բայց ես համաձայն չեմ հիմա նույնիսկ այդ ձևակերպ։ Ես ասում եմ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Մենք ինչ որ տեղի է ունեցել, մենք ձեռք ենք բերել, մենք բան չենք կորցրել։ Մենք կորսված եւ կորսման ճանապարհին գտնվող Հայաստանը մերը չէր, այսօր մերն է։ Հայաստանը այսօր անկախ ինքնիշխան պետություն է, ու դրանով մենք պետք է հպարտանանք եւ ուրախանանք։ Եվ դա մեր եղբայրների եւ քույրերի զողողությունների արդյունքն է։ Զենքի փողերը չգողանային, այդ մարդիկ ապրեն իրենց երկրում։ Ուժերը նայեք, որ չհարձակվեր հակառակորդը։ Տեսա թուլա։ Եղբայր, այդտեղ ուրիշ խնդիրներ կան, որոնց ես անդրադառնում եմ եւ առաջիկայում պարբերաբար էլի կանդրադառնամ։ Մենք էլի պետքա մեր նախորդող շրջանի պատմությունը պետքա վերանայենք։ Մենք պետքա հասկանանք Ղարաբաղի շարժումը ինչ է։ Մենք պետքա հասկանանք անկախության հռչակագիրը ինչ է։ Մենք պետքա մեր բոլոր խնդիրներին առերեսվենք։ Ես ասում եմ, այո, պարզ ասում եմ, եւ երկար մտածելուց հետո եմ ասում, փաստար համոզված լինելուց հետո եմ ասում։ Ասում եմ, այո, մեր անկախության հռչակագիրը, որի վերնագիրը մենք դրել ենք անկախության հռչակագիր։ Դա անկախության հռչակագիր չի, դա կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է։ Որովհետեւ եթե դու հռչակագիր ես ընդունում, որով քո բոլոր հարևաններին մարտահրավեր ես նետում, մի րոպե կներեք, ում հաշվին։ Չէ, զոհերի հաշվին չէ։ Այդ նշանակում է ինչ որ մեկի վրա հույս ես դնում։ Ինչ որ մեկի վրա որ հույս ես դնում, այդ դրսի 1-2-3 ուժերի վրա հույս ես դնում, քեզ գցում ես նրանց չանգյալի վրա կներես 1000 հիմա 2024-25 թվականին ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունը չանգյալից դուրս է եկել էսա եւ մենք սա պետքա գնահատենք Շատ լավ սիրելի ագարակցիներ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ։ Ես ուզում եմ մի բան ասեմ։ Նախորդ անգամ որ եկել եմ, այս ծառերի տակ եւ այնտեղ էլ խոսակցություն ա եղել, հիմնականում բացացվել է թեման, որ դիահերձարան չկա եւ դրանից հետո ես հանձնարարել եմ, երբ կավարտենք։ Մայիսին կավարտենք։ Սիրելի ագարակցիներ, ձեզ տված այդ խոստումը կատարված է։ Չէ դե բայց դե եմ ասում, ճիշտ է, լավ առիթ չի, բայց դե ցավոք անխուսափելի է, չենք կարա անենց անենք, որ գուզենայինք անենց անենք, որ ագարակում մարդ չմահանա, բայց ցավոք չենք Խոսը, սատը, դպրոցը, ճանապարհը։ Բոլորը տեսնում եք, վերաշկի առ։ Բարև ձեզ, ժողովուրդ, բարև ձեզ։ Եկեք, հեսա, Փաշինյանին։ Ձեզ տվել եմ այդ բաներից։ Դե երեխեքին էլ ում չեմ տվել սրանից։
Դե կկպցնեք ձեր շորին, այսինց։ Ահա, ես քեզ դուր։ Ես քեզ բայց սա լավ կպահեք, սա Հայաստանի սիմվոլն է, շատ խնամքով։ Դուր, էլի դուր։ Շատ խնամքով կպահեք, Ջուտո ջան, այ ես որտե կպցնեմ, վերցրու, բայց չգցես, ում չտվեցի, վերցրու եղբայր քեզ, ում չտվեցինք, ես քեզ, խնամքով եք, չէ պահելու, սա Հայաստանի սիմվոլն է, շատ խնամքով է պետք, ում չեմ տվե, ես էլ ձեզ, գնացինք դե ժողովուրդ նկարվել կարող ենք, նկարվել։ Տվեք նկարեմ։ Հայաստանի տակ մերին չի ելել։ Ինչ ես ասում։ Բա որ մեղրին հանած այս դու ես որտե ես կանգնած։ Կարող է դու էլ ստեղ չես, խաբար չենք։ Բա ինչ ես ասում մեղրին հանածը։ Գլուխը պատին է տվել մեղրին հանողն էլ կասկածողն էլ, հասկացանք իրար։ Դե կողնակից եմ ասում, հանողն էլ է գլուխը պատին տվել, կասկածողն էլ է գլուխը պատին տվել։ Էդ տենց լուրեր տարածողներն է գլուխները պատին են տվել, եղավ։ Հաջան, մեղրին։ Գնացինք ժողովուրդ ջան։ Նկարվել կարելի է։ Մեղրի երեխեք բարձացեք ավտոբուս։ Եղբայր, ապրես, լավացել ես արդեն, ապրես։ Իհարկե։ Նկարվեք։ Շնորհակալություն։ Դուք մեղրից եք թե ագարակ։ Բա մի րոպե ձեզ նվիրեմ սրան։ Մի րոպե, ես մի հատ կպցնենք, սպասի, էսենց, ոյ, ահա, այսենց նկարվա։ Գնացինք ժողովուրդ ջան։ Լավ ես կղնջեք։ Լավ եղբայր։ Մեղրի երեխեք ավելացել են։ Մեղրի երեխեք մի հատ աղմուկ արեք տենամ տեղում եք թե չէ։ Անուտ ինչա։ Նարեկը ստեղ է, այլով աստեղ։ Ստեղ ես քաղաքից է։ Ստեղ ագարակից են երեխեք։ Այս մեղրի մեր կլիենտներն են, պարոն վարչապետ։ Ագարակից երեխեք կա։ Ագարակ երեխեքը իջեք։ Շատ հաճելի ճամփորդություն մեղրի երեխաների հետ, հիմա մեղրի երեխաներին մեղրիում կիչեցնենք և մենք կվերադառնանք շատ մեծ ուշացումով կապան։ Ժողովուրդ դե գնացինք։ Շարունակի։
Առաջացեք եմ որ շատ երևում է չկամ։ Չկայի դու չկա։ Ասում ես։ Հա։ Այն ով էր ասում էր չկա այս քարտեզի վրա մեղրի։ Մյուզեմին հացազորից է տալու։ Ով է? Չէ, այդ գոռացողը։ Չէ։ Ասում է մեղրին քարտեզի վրա չկա։ Հանած է քարտեզից։ Շատ խելոք է, շատ։ Գնացինք։ Լավ, երևի էլ եթերը բան չանենք, հա, դադարեցնենք եթերը բան չկա։ Երեխեքին կտանենք մեղրի իջացնենք ու կշարունակենք մեր ճամփը։ Այսքանը ագարակից, այսպեսին էր մեղրի ագարակ մեր ճամփորդությունը։